Շնորհակալ եմ առիթից պարզապես օգտվելով Տիկին Հովսեփյան ջան, բոլոր մեր Արցախի հայրենակիցներին, արցախահայերին պարզապես ցանկանանք, որ իրենց ուժը, տեսակը, եռանդը, պայքարող տեսակը միշտ լինի անսպառ, լավ լինեք ժողովուրդ ջան, Տիկին Հովսեփյան ջան, անփորձանք։ Արձագանք եք, այո։ Ուրեմն, սիրելի իմ արցախցիներ։ Հարգելի ընկերներին չա կատարվում այդտեղ կներեք։ Խնդրեմ Տիկին Հովսեփ։ Վերականգնում ենք ժամանակը, պարոն Ալեքսանյան։ Հանգիստ եղեք, հանգիստ խոսեք։ Շնորհակալ եմ։ Սիրելի արցախցիներ, սոր ես տղում կանգնած, սոր ես տղում ձեզնը հետ խոսում, ու գիտում ում վեր դուք շատ մցույցեր եք կապում ինձնը հետ։ Ես գիտում ում տա, ես տա զգում ում, ու դա ինձ ավելի ապարտավորեցնում ու ինձ ավելի ուժեղացնում։ Բայց ես գիտում ում վեր մունքլող ստղ, օնինք նպատակ, դա ենա, վեր Հայաստանի Հանրապետությունը ավելի ուժեղանա, վեր Հայաստանի Հանրապետությունը ինի են տղը շտիղան մունք ոզում չնք կինյանք։ Առաջարկում եմ ծափահարենք։ Ամբողջությամբ համաձայն ենք և կիսում ենք ձեր ելույթը, Տիկին։ Այս մեկում, եթե դուք եք այդպես կարծում, ուրեմն ունենք համաձայնության կետեր։ Շնորհավորում եմ մեզ և ձեզ։ Այո, հաջորդը Նարեկ Կարապետյան։ Տիկին Հովսեփյան, Ուժեղ Հայաստան խմբակցությունը ձեզանից ակնկալում է, որ դուք կակտիվացնեք աշխատանքները հանձնաժողովի, մենք գիտենք, որ տարվա սկզբից ընդամենը 1 հանձնաժողովի նիստ է եղել, անցած տարի ընդամենը 4 հանձնաժողովի նիստ է եղել, նախանցած տարի ընդամենը կարծեմ 4 հանձնաժողովի նիստ է եղել։ Միևնույն ժամանակ կան բազմաթիվ ինստիտուցիոնալ պրոցեսներ, որոնք կարելի է ակտիվացնել, արագացնել, օրինակ, դատական համակարգի եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, տնտեսական տարբեր գործառույթների չափանիշներին համապատասխանեցումը, նաև կրթական ռեֆորմների մեջ մեծ մասնակցությունը։ Մենք ձեզ առաջարկել ենք այն պատճառով, որ դուք ցույց տաք, իրապես ցույց տաք, թե ինչ է դիվերսիֆիկացիան աշխատանքով եւ ոչ թե քաղաքական միայն դիվերսիֆիկացիան, որի արդյունքում մենք ունենում ենք կորուստներ։ Մենք պետք է աշխատանքային դիվերսիֆիկացիա ցույց տանք, տնտեսության դիվերսիֆիկացիա, եթե տեսնում եք հնարավորություն, ինչքան հնարավոր է շատ ապահովեք տնտեսական համագործակցության ուժեղացումը եւ նաեւ այլ ոլորտների, որովհետեւ մենք Հայաստանը տեսնում ենք ինստիտուցիոնալ առումով եվրոպական երկիր, իսկ քաղաքական առումով ռեալ պոլիտիկից ելնելով պետք է հասկանանք։ Շնորհակալ եմ։ Տեսեք, դժվար է ձեզ հետ չի համաձայնել, որովհետև համոզված եմ, որ պետության համար երկու կարևորագույն ոլորտներից մեկը տնտեսությունը եւ անվտանգությունը իրար հետ փոխկապակցված են։ Մենք պետք է ունենանք ուժեղ տնտեսություն, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն։ Երբ որ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստում, քո փոխարեն որոշումներ են կայացնում, քո փոխարեն քո արժև դնում են նախապայմաններ, քո արժև դնում են արդեն իսկ ընդունված որոշումներ եւ քեզնից մնում է դա միայն ընդունել։ Հետեւաբար, երբ որ դու ունենում ես ուժեղ տնտեսություն, իսկ ուժեղ տնտեսության մի կարևորագույն բաղադրիչը հենց դիվերսիֆիկացիան է, ես համոզված եմ, այդպիսով մենք կարողանալու ենք ավելի համապարփակ, ավելի ուժեղ առհասարակ պետություն ունենալը։ Այո, տնտեսական դիվերսիֆիկացիան մեզ համար կարևորագույն ուղղություն է եւ ես առնվազն ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, անկախ նրանից հանձնաժողովի նախագահ կընտրվեմ, թե ոչ, որ հանձնաժողովում էլ որ ես լինեմ, ես իմ գործունեությունը ծավալելու եմ հենց նաեւ այդ ուղղության միտված։ Շնորհակալ եմ։ Արձագանք Չկա արձագանք, շնորհակալություն, ընդմիջում 30 րոպե։ Շնորհակալ եմ։